Երանի քաղաքապետարանի գաղտնի արխիվում 1997 թվականի դեկտեմբերին մի փաստաթուղթ գտնվեց, որը չպետք է գոյություններ ունենար։ Բանկային հաշիվների ցուցակ 4 տարբեր երկրներում, բոլորը Ռուզան Տոնոյանի անունով, բայց գումարները հսկայական էին՝ $4,050,000, $3,700,000, $6,800,000։ Վանո Սիրադեղյանի կինը, որը պաշտոնապես աշխատում էր դպրոցական գրադարանավարուհու աշխատավարձով, ուներ ավելի շատ փող, քան մի քանի նախարարություններ միասին։ Ով էր իրականում այս կինը, որը հանրությանը հայտնի էր որպես հեզ հանդարտ տնտեսուհի։ Ինչու՞։ Վանոն, որը վստահում էր միայն 2-3 մարդու, իր ամբողջ ֆինանսական կայսրությունը վստահել էր իր կնոջը։ Եվ ամենակարևորը, ինչու՞։ Ռուզանը, որը վերահսկում էր ամեն մի դոլարը, լռում էր, երբ ամբողջ Երանը խոսում էր ամուսնու սիրուհիների մասին։ 1989 թվականի գարնանը, երբ Վանո Սիրադեղյանը դեռ աշխատում էր համակարգչային ծրագրավորողի պաշտոնում, ոչ ոք չգիտեր, որ 10 տարի անց նա կդառնա Երանի ամենավտանգավոր մարդը, Ռուզան Տոնոյանը արդեն սկսել էր կառուցել իր իսկ կայսրությունը։ Նրանք ապրում էին հասարակ երկսենյակ բնակարանում Կոմիտասի պողոտայում, բայց Ռուզանը, որը ավարտել էր տնտեսագիտության ֆակուլտետը ամենաբարձր գնահատականներով, հասկանում էր մի բան, որն իր ամուսնուն դեռ չէր ասել։ Նա գիտեր, որ Վանոն հնարավորություններ ունի, որոնք կարող են դարձնել նրան շատ հարուստ, եթե ճիշտ կերպով օգտագործեն համակարգի թերությունները։ Ռուզանի թղթապանակում, որը նա պահում էր իր սենյակի գաղտնի անկյունում, արդեն կային 12 բիզնես պլան, յուրաքանչյուրը մշակված մանրամասնորեն, յուրաքանչյուրը հիմնված նրա ամուսնու կապերի հնարավորությունների վրա։ Երբ Վանոն առաջին անգամ հանդիպեց Ռուզանին 19 տարեկան հասակում համալսարանի գրադարանում, նա տեսավ հանդարտ, համեստ աղջիկ, ով սիրում էր կարդալ, չէր ցանկանում ուշադրություն հրավիրել։ Բայց այն, ինչը Վանոն չտեսավ, որ տեսան միայն Ռուզանի ամենամոտ ընկերուհիները, այն էր, որ այս աղջիկը յուրաքանչյուր գիրք կարդալիս նշումներ էր անում ոչ թե գեղարվեստական գրականության մասին, այլ տնտեսական մոդելների, բանկային համակարգերի քաղաքական ազդեցության մեխանիզմների մասին։ Նրա ամենալավ ընկերուհին, Գայանե Մկրտչյանը, որը հիմա ապրում է Վիեննայում, որը առաջին անգամ է համաձայնվել խոսել կամերայի դիմաց 35 տարի անց, հիշում է մի դրվագ, որը ամեն ինչ բացատրում է։ Ռուզանը երբ տեսավ Վանոյին, ասաց ինձ, տեսար այս տղային, նա կկարողանա հասնել ամեն ինչի, եթե մեկը ճիշտ կերպով կուղղորդի նրան։ Սա ոչ թե սիրո պատմություն էր սկզբից, սա ռազմավարական գործընկերություն էր, որտեղ Ռուզանը տեսավ իր ապագան։ 1989 թվականի աշնանը, երբ Վանոն առաջարկեց Ռուզանին ամուսնանալ, նրանք նստեցին, խոսեցին ոչ թե սիրո ընտանիքի մասին, այլ ապագայի պլանների մասին։ Այս խոսակցությունը տևեց 4 ժամ, դրա ավարտին Ռուզանը հանեց իր թղթապանակը, ցույց տվեց Վանոյին իր բոլոր հաշվարկները։ Նա բացատրեց, թե ինչպես նրանք կարող են օգտագործել նրա ծրագրավորման հմտություններն ու իր տնտեսական գիտելիքները, կառուցելու բիզնես, որը կաշխատի համակարգի ներսից։ Վանոն ապշած էր, բայց ավելի շատ հիացած էր, որովհետև առաջին անգամ տեսավ մեկին, ով մտածում էր նույն կերպ, ինչ նա, բայց ավելի ռացիոնալ, ավելի պլանավորված։ 2 օր անց նրանք գրանցվեցին Սագսում, ամուսնության վկայագրի տակ նրանց ստորագրությունների կողքին Ռուզանը գրել էր մի փոքրիկ նշում իր անձնական օրագրում. այսօրվանից սկսվում է մեր կայսրությունը։ Ինչու մի երիտասարդ կին, որը կարող էր ունենալ հիանալի կարիերա տնտեսագետի որպես, որոշեց դառնալ ստվերային կառավարիչը մի տղամարդու, ում անունը դեռ ոչ ոք չգիտեր։ Ինչ տեսավ Ռուզանը Վանոյի մեջ, որ մյուսները չտեսան։ Եվ ամենակարևորը, երբ սկսեց նրանց աճող կայսրությունը, երբ Ռուզանը հասկացավ, որ իր ռոլը ոչ միայն ֆինանսական կառավարիչն է, այլ նա այն մարդը, ով պետք է լռի ամեն ինչի մասին, որ տեղի է ունենում նրանց տան պատերից դուրս։ 1999 թվականի փետրվարին, երբ Վանո Սիրադեղյանը դարձավ Երանի քաղաքապետ, Ռուզան Տոնոյանը արդեն 5 տարի էր հանդիսանում իրական ղեկավարը նրանց ֆինանսական ձեռնարկությունների, որոնցից Վանոն իսկապես քիչ բան հասկանում էր մանրամասնորեն։ Քաղաքապետարանի աշխատողները, որոնք տեսնում էին Ռուզանին միայն պաշտոնական միջոցառումներում, համեստ զգեստներով հեզ ժպիտով, երբեք չէին ենթադրի, որ հենց այս կինը վերահսկում է 7 տարբեր ընկերություն, 32 բանկային հաշիվ գործարքներ, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում էր $12 միլիոն։ Նրա օրվա ճշգրիտ ռեժիմը սկսվում էր առավոտյան 6-ին, երբ նա ստուգում էր միջազգային բանկային փոխանցումները։ Ապա 8-ին տանում էր երեխաներին դպրոց, 9-ին զանգահարում էր 3 տարբեր գործընկերների վերաբերյալ ընթացիկ գործարքների, 12-ին պատրաստում էր ճաշ իր ընտանիքի համար, 3-ին նորից վերադառնում էր իր գաղտնի աշխատասենյակ, որտեղ պահում էր բոլոր փաստաթղթերը։
Քաղաքապետարանի ֆինանսական խորհրդականներից մեկը, ով խնդրել է չբացահայտել իր անունը, բայց ով համաձայնվել է խոսել ծածկված պայմաններով, հիշում է, թե ինչպես Վանոն յուրաքանչյուր կարևոր ֆինանսական որոշումից առաջ զանգահարում էր տուն, խոսում էր Ռուզանի հետ։ Մենք նստած էինք նիստում, քննարկում էինք պետական պայմանագիր, 6 միլիոն դոլարի չափով, Վանոն հանկարծ ասաց, 10 րոպե, պետք է կնոջս հետ խորհրդակցեմ։ Մենք բոլորս նայում էինք միմյանց, մտածում էինք, ինչ կարող է հասկանալ գրադարանավարուհին պետական մատակարարման պայմանագրերից։ Բայց երբ նա վերադարձավ, նրա որոշումը միշտ ճիշտ էր, ես հետո հասկացավ, որ Ռուզանը ոչ թե խորհրդատու էր։ Նա էր իրական որոշումներ կայացնողը։ Այս վկան նա հիշում է մի դեպք, երբ Վանոն ներկայացրեց մի ծրագիր, որը թվում է շատ շահավետ, բայց 20 րոպե Ռուզանի հետ զրույցից հետո նա ամբողջությամբ փոխեց իր դիրքորոշումը, հրաժարվեց ծրագրից։ Հետո պարզվեց, որ այդ ծրագիրը խարդախություն էր, եթե մենք մասնակցեինք, կորցնեինք ամեն ինչ։ Ռուզանը տեսել էր դա 1 ժամվա ընթացքում, մինչդեռ մեր ամբողջ բաժինը ուսումնասիրել էր 2 շաբաթ ոչինչ չէր նկատել։ Բայց եթե Ռուզանը այդքան խելացի էր, այդքան ուշադիր, ինչպես հնարավոր է, որ նա չտեսավ կամ համակերպվեց այն բանի հետ, ինչը տեսնում էր ամբողջ Երանը։ 1991 թվականի ամռանը, երբ Վանո Սիրադեղյանը դարձել էր արդեն ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը, լուրեր սկսեցին տարածվել նրա առաջին սիրուհու մասին։ Նրա անունը եղել է Ալավերդի Աղասյան, 26 տարեկան երգչուհի, որը հանդես էր գալիս Երանի ռեստորաններում, որը հանկարծ ստացավ իր սեփական բուտիկ Արտրի կենտրոնում, առանց որևէ ակնհայտ ֆինանսական աղբյուրի։ Երանցիները սկսեցին խոսել, ընկերները սկսեցին նշումներ անել, իսկ Ռուզանը շարունակում էր գնալ իր ամուսնու հետ պաշտոնական միջոցառումներ, ժպտալ լրագրողների առաջ, տանել երեխաներին դպրոց, կարծես ոչինչ չի տեղի ունենում։ Ռուզանի ամենամոտ ընկերուհիները, որոնք տեսնում էին նրան գրեթե ամեն օր, հիշում են, որ նա երբեք չի խոսել այս թեմայի մասին, միայն մի անգամ, երբ նրանցից մեկը համարձակվեց հարցնել ուղղակիորեն։ Մենք նստել էինք նրա խոհանոցում, խմում էինք սուրճ, իմ ընկերուհին, Մարինեն, հանկարծ հարցրեց Ռուզան, ճիշտ են լուրերը Վանոյի այդ երգչուհու մասին։ Ռուզանը դադարեց խառնել սուրճը, նայեց Մարինեին այնպիսի հայացքով, որը երբեք չէինք տեսել նրա աչքերում, ասաց, ամեն մարդ ունի իր դերը մեր կյանքում, ոմանք խաղում են հանրության համար։ Ոմանք խաղում են իրականության համար, իմ դերը հասկանալն է, թե ով է ով։ Ապա նա փոխեց թեման, մենք երբեք այլս չխոսեցինք այդ մասին։ Այս պատասխանը, որը թվում էր խորհրդավոր անհասկանալի այն ժամանակ, հիմա 30 տարի անց ձեռք է բերում ամբողջովին այլ իմաստ, երբ գիտենք, թե ինչ էր իրականում տեղի ունենում նրանց ընտանիքում։ Գայանե Մկրտչյանը, Ռուզանի համալսարանական ընկերուհին, որը հիմա վկայում է առաջին անգամ, հիշում է մի այլ դրվագ, որը տեղի ունեցավ 1991 թվականի հոկտեմբերին։ Ռուզանը կանչեց ինձ իր տուն ուշ երեկոյան, ժամը մոտ 10-ն էր, ինչը շատ անսովոր էր նրա համար։ Երբ ես հասա, նա նստած էր իր աշխատասենյակում, շրջապատված փաստաթղթերով, բանկային հաշվետվություններով, ինչ-որ նոթերով։ Նա նայեց ինձ, ասաց, Գայանե, ես պետք է քեզ ինչ-որ բան ասեմ, բայց դու երդվիր, որ երբեք ոչ ոքին չես պատմի, քանի դեռ ես կենդանի եմ։ Ես երդվեցի, այն, ինչ նա ինձ ասաց, փոխեց իմ ողջ պատկերացումը նրա Վանոյի հարաբերությունների մասին։ Գայանեն դադարում է, նրա աչքերը լցվում են արցունքներով, նա շարունակում է դողացող ձայնով։ Ռուզանը ասաց ինձ, Վանոն կարիք ունի լինելու հանրային գործիչ, նրան պետք են կապեր, նրան պետք է մարդիկ սիրեն, վախենան միաժամանակ, դա նշանակում է, որ նա պետք է լինի տղամարդ, որը երում է ուժեղ, անկախ, այն մեկը, ով կարող է ունենալ ամեն ինչ, ինչ ուզում է։ Իմ դերը տարբեր է, իմ դերը վերահսկելն է, պահելն է, գիտենալն է, թե որտեղ է յուրաքանչյուր դոլար, յուրաքանչյուր փաստաթուղթ, յուրաքանչյուր գաղտնիք։ Եթե ես սկսեմ բողոքել նրա սիրուհիների դեմ, ես կդառնամ թույլ կին հանրության աչքում, թույլ կիները չեն կարող պահել այն, ինչ մենք կառուցել ենք։ Երբ Ռուզանը կայացրեց այս որոշումը, արդյոք սա իսկապես նրա ազատ ընտրությունն էր, թե նա պարզապես հարմարվեց իրավիճակին, որը չէր կարող վերահսկել։ Ինչպիսին էր իրականում նրանց համաձայնությունը։ Արդյոք Վանոն հասկանում էր, թե որքան շատ նա պարտական է իր կնոջը ոչ միայն ֆինանսական կայունության, այլ նա քաղաքական գոյատման համար։ Եվ ամենակարևորը, ինչպիսին էր իրական գինը այն լռության, որը Ռուզանը պահպանում էր տարիներ շարունակ, երբ եկավ պահը, որ այս լռությունը դարձավ իր ամենահզոր զենքը։ 1992 թվականի գարնանը, երբ Վանո Սիրադեղյանի քաղաքական ազդեցությունը հասել էր իր գագաթնակետին, Ռուզան Տոնոյանը բացեց իր 6-րդ բանկային հաշիվը, այս անգամ Շվեյցարիայում։
Քաղաքապետարանի ինքնաթիռով նա 3 անգամ ճանապարհորդեց Ցյուրիխ այդ տարվա ընթացքում, պաշտոնապես կրթական համաժողովներին մասնակցելու նպատակով, բայց իրականում վերակազմակերպելու նրանց ընտանեկան ակտիվները այնպես, որ դրանք դառնան անհայտ ոչ միայն հայկական իշխանությունների, այլ միջազգային հետաքննողների համար։ Շվեյցարական բանկի աշխատակիցը, որը ծառայել է Ռուզանին, ով հիմա կարող է խոսել։ Քանի որ գաղտնիության ժամկետը լրացել է, հիշում է, որ նա երբեք չի հանդիպել այդպիսի մանրամասն պատրաստված հաճախորդի։ Տիկին Տոնոյանը եկավ ոչ թե որպես հարուստ մարդու կին, ով ուզում է պարզապես ամանել փող, նա եկավ որպես պրոֆեսիոնալ, որը ճշգրիտ գիտեր, թե ինչ կառուցվածք է անհրաժեշտ, ինչ իրավական պաշտպանություն է պետք, ինչպես պետք է կազմակերպված լինեն փոխանցումները, որպեսզի դրանք անհետելի լինեն։ Նա խոսեց 5 տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն իրենց մայրենի լեզվով, յուրաքանչյուր լեզվով նա գիտեր տնտեսական տերմինաբանությունը ավելի լավ, քան շատ մեր անձնակազմի անդամներ։ Բայց ինչու՞։ Ռուզանը, որը կարող էր պարզապես վայելել իր դերը հարուստ քաղաքական գործչի կնոջ որպես, որոշեց տարել այս ամենը այդքան հեռու, մինչ գաղտնի միջազգային ֆինանսական ցանցեր կառուցելը։ Պատասխանը կայանում է այն մեջ, ինչ տեղի ունեցավ 1991 թվականի դեկտեմբերին։ Երբ Սովետական Միությունը պաշտոնապես փլուզվեց, Հայաստանը դարձավ անկախ պետություն։ Ռուզանը, որը ուսումնասիրել էր միջազգային տնտեսագիտությունը, հետել էր Արևելյան Եվրոպայի երկրների փոփոխություններին, գիտեր, որ գալիս է տարիներ խառնաշփոթի, քաղաքական անկայունության, տնտեսական կործանման։ Նա գիտեր, որ նրա ամուսինը, որն արդեն դարձել էր շատ հզոր մարդ Երանում, կդառնա թիրախ բազմաթիվ մարդկանց համար, ովքեր կցանկանան վերցնել նրա իշխանությունը կամ նրա հարստությունը կամ երկուսն էլ միաժամանակ։ Գայանե Մկրտչյանը հիշում է մի խոսակցություն, որը տեղի ունեցավ 1991 թվականի օգոստոսին, ամիս 1 առաջ, քան ԽՍՀՄ-ի անկումը։ Ռուզանը կանչեց ինձ, մենք նստեցինք նրա պարտեզում, որտեղ ոչ ոք չէր կարող լսել մեզ։ Նա ասաց ինձ, Գայանե, ամեն ինչ փոխվելու է, մի քանի ամիսների ընթացքում այս երկիրը չի լինելու այնպես, ինչպես մենք ճանաչում ենք այն։ Ես պետք է պատրաստ լինեմ ամեն ինչի համար։ Ներառյալ այն, որ Վանոյին կարող են ձերբակալել, կարող են սպանել, կամ կարող ենք ստիպված լինել փախչել երկրից։ Ես շարժեցի փողը այնպես, որ նույնիսկ եթե կորցնենք ամեն ինչ Հայաստանում, մենք կկարողանանք սկսել նորից ուրիշ տեղ։ Այս խոսքերը, որոնք այն ժամանակ թվում էին չափազանցված զգուշավոր, մի քանի տարի անց ձեռք բերեցին սարսափելի իմաստ, երբ Վանո Սիրադեղյանը իսկապես ստիպված եղավ թողնել իր պաշտոնը առերեսվել մեղադրանքների, որոնք կարող էին ավարտվել բանտում կամ ավելի վատ։ Բայց մինչ այդ պահը, 1992-93 թվականներին, Ռուզանը շարունակում էր իր կերկրորդ կյանքը, ցերեկը որպես հեզ տնտեսուհի, գիշերները որպես ֆինանսական ռազմավարի, միշտ որպես լռող վկա նրա ամուսնու հանրային անձնական կյանքի բոլոր տարերքներին։ Երբ տարածվեցին լուրերը Վանոյի երկրորդ սիրուհու մասին, Նունե Արությունյանի, 24 տարեկան ուսուցչուհու, որը դարձավ նրա անձնական օգնական քաղաքապետարանում, Ռուզանը ոչ միայն չհակառակեց, այլ անձամբ կազմակերպեց, որ այս աղջկան վճարվի բավականին բարձր աշխատավարձ պաշտոնական միջոցներից, որպեսզի չլինեն գաղտնի վճարումներ, որոնք կարող էին հետագայում դառնալ խնդիր։ Քաղաքապետարանի հաշվապահները, ովքեր տեսնում էին այս անսովոր որոշումը, չէին կարող հասկանալ, թե ինչու քաղաքապետի կինը հոգում է այդքան մանրուքները։ Ինչու Ռուզանը ոչ միայն հանդուրժում էր, այլ կազմակերպում էր այն համակարգը, որտեղ նրա ամուսինը կարող էր ազատորեն ունենալ սիրային հարաբերություններ այլ կանանց հետ։ Ինչ տեսավ նա այս իրավիճակում, որ այլ կանայք չէին տեսնի։ Եվ ամենակարևորը, ինչպես այս ամենը կապված էր նրա գաղտնի կայսրության հետ, որ նա կառուցում էր միջազգային բանկերում, օֆշորային ընկերություններում։ 1993 թվականի մարտին, երբ Վանո Սիրադեղյանի ազդեցությունը հասել էր այնպիսի մակարդակի, որ որոշ մարդիկ սկսեցին անվանել նրան Երանի իրական տերը, Ռուզան Տոնոյանը կազմակերպեց մի հանդիպում, որի մասին քիչերը գիտեն նույնիսկ այսօր։ Նա հավաքեց նրանց ամենավստահելի 5 գործընկերներին, ոչ թե քաղաքապետարանում կամ նրանց տանը, այլ մի մասնավոր տանը, որը պատկանում էր նրա հեռավոր հարազատին, որտեղ չկային ոչ հեռախոսներ, ոչ էլ ուրիշ միջոցներ, որոնցով կարելի էր գաղտնալսել։ Այս հանդիպման մասնակիցներից մեկը, որը խնդրել է չբացահայտել իր ինքնությունը, բայց ով տվել է մանրամասն ցուցմունք 18 էջանոց գրավոր հիշողություններում, նկարագրում է այն, ինչ տեղի ունեցավ։ Ռուզանը բաժանեց մեզ բոլորիս փաստաթղթերի փաթեթներ, յուրաքանչյուրում մանրամասն ցուցակներ, հաշվարկներ։ Ապա նա սկսեց բացատրել համակարգ, որը նա ստեղծել էր վերջին 3 տարիների ընթացքում։
Յուրաքանչյուր մեր ընկերություն, յուրաքանչյուր մեր բանկային հաշիվ, յուրաքանչյուր մեր գույք էր միացված միմյանց հետ այնպիսի բարդ ցանցով, որ նույնիսկ եթե մեկը պատահեր, մյուսները չէին ազդվի։ Բայց ամենահետաքրքիրը այն էր, որ նա ստեղծել էր մի համակարգ, որտեղ եթե ինչ-որ բան պատահեր Վանոյին, ամբողջ վերահսկողությունը ավտոմատ կերպով կանցներ նրան, առանց որևէ իրավական խնդրի։ Այս համակարգը, որը Ռուզանը անվանում էր ապահովագրություն, էր իրականում քաղաքական, ֆինանսական, ինժեներական գործի գլուխգործոց։ Նա ոչ միայն պաշտպանում էր նրանց հարստությունը հայաստանյան իրավական համակարգի անկայունությունից, այլ նա ստեղծում էր մեխանիզմներ, որոնք կապահովեին, որ նույնիսկ Վանոյի ամենամոտ մարդիկ չկարողանան հասնել նրանց իսկական ակտիվներին առանց նրա թույլտվության։ Բայց այս բոլորը պահանջում էր մի բան, Ռուզանը պետք է մնար ստվերում, պետք է լիներ անտեսանելի, պետք է լիներ այն կինը, որի մասին ոչ ոք հետաքրքրված չէ, որովհետև բոլորը ուշադրությունը կենտրոնացրած են նրա ամուսնու վրա։ Եվ ինչ էր ավելի լավ անտեսանելի մնալու համար, քան թույլ տալը հանրությանը հավատալ, որ դու պարզապես տուժող կին ես, ով չի կարող վերահսկել իր ամուսնու սիրային պատմությունները։ Քաղաքապետարանի այդ նույն աշխատողը, ով վկայեց Ռուզանի գաղտնի հանդիպման մասին, հիշում է նա մի այլ էպիզոդ, որը տեղի ունեցավ 1993 թվականի հունիսին։ Մենք նստած էինք քաղաքապետարանի խորհրդակցություն, ինչ-որ մեկը կատակով ասաց. «Վանո, լսել ես, որ քո կինը հանդիպել է քո սիրուհուն ռեստորանում, պատկերացրում ես, ինչ սկանդալ կարող էր լինել»։ Բոլորը ծիծաղեցին, բայց Վանոն շատ լուրջ նայեց ասաց. «Ռուզանը չի անում ոչինչ պատահականորեն, եթե նա հանդիպեց նրան, ուրեմն նրա պատճառը կար»։ Մենք միմյանց նայեցինք, ապա Վանոն շարունակեց. «Իմ կինը ամենախելացի մարդն է, ում ես երբեք հանդիպել եմ, եթե դուք մտածում եք, որ նա պարզապես տնտեսուհի է, դուք ոչինչ չեք հասկանում»։ Հետո մենք իմացանք, որ Ռուզանը իսկապես հանդիպել էր Նունե Արությունյանին, բայց ոչ թե վիճելու կամ սպառնալու համար, այլ բացատրելու համար, թե ինչպես պետք է վարվի այս աղջիկը, որպեսզի չվնասի Վանոյի հանրային իմիջին։ Կարող եք պատկերացնել իրավիճակ, երբ կինը հանդիպում է ամուսնու սիրուհուն, ոչ թե կռվելու, այլ հրահանգներ տալու համար։ Ինչպիսին էր իրականում այն հարաբերությունների դինամիկան Ռուզանի, Վանոյի նրա սիրուհիների մեջ։ Եվ ամենակարևորը, ինչ գին էր վճարում Ռուզանը այս բոլոր խաղերի համար, որոնք նա խաղում էր հանրության աչքի առջ, արդյոք կային պահեր, երբ նույնիսկ նա, այդքան ուժեղ, այդքան հսկողված կինը, զգում էր, որ ամեն ինչ դուրս է գալիս վերահսկողությունից։ 1994 թվականի սկզբին, երբ քաղաքական իրավիճակը Հայաստանում սկսեց դառնալ ավելի անկայուն, Վանո Սիրադեղյանի դեմ սկսեցին հայտնվել առաջին լուրջ մեղադրանքները, Ռուզան Տոնոյանը կատարեց իր ամենախիզախ քայլը։ Նա ստեղծեց մի օֆշորային ընկերությունների շղթա, որը սկսվում էր Հայաստանից, անցնում էր Կիպրոսի միջով, ապա Շվեյցարիայի, ապա Լիխտենշտայնի, վերջապես ավարտվում էր Պանամայում, $900,000 ընդհանուր ակտիվներով։ Այս կառուցվածքը, որը պահանջել էր 2 տարի պլանավորում, մոտ $3 միլիոն իրավաբանական ծախսեր, էր այնքան բարդ, որ նույնիսկ միջազգային հետաքննողները չէին կարող հետել փողի հոսքերին։ Բայց ինչու՞։ Ռուզանը որոշեց ռիսկել այդքան շատ գումար ժամանակ այս ամենի համար, երբ նրանք արդեն ունեին բավականաչափ գաղտնի հաշիվներ։ Պատասխանը կայանում է այն մեջ, ինչ Ռուզանը տեսավ գալիս։ Նրա վերլուծությունները քաղաքական իրավիճակի մասին, որոնք նա կատարում էր յուրաքանչյուր երեկո իր աշխատասենյակում, ցույց էին տալիս, որ Վանոյի իշխանությունը չէր կարող տել անվերջ։ Չափազանց շատ մրցակիցներ էին հայտնվել, չափազանց շատ թշնամիներ, չափազանց շատ մարդիկ, ովքեր ուզում էին վերցնել նրա տեղը։ Ռուզանը սկսեց պատրաստվել այն պահին, երբ Վանոն այլևս չէր լինելու Երանի քաղաքապետ, նա գիտեր, որ այդ պահը եկած էր ավելի արագ, քան շատերը սպասում էին։ Բայց նա գիտեր մի բան, որ ուրիշները չգիտեին, նույնիսկ եթե Վանոն կորցներ իր քաղաքական իշխանությունը, նրանք չէին կորցնի իրենց հարստությունը, որովհետև այդ հարստությունը արդեն էր դուրս երկրից, անհասանելի անհայտ։ Գայանե Մկրտչյանը, ով շարունակում է վկայել, հիշում է վերջին անգամը, երբ Ռուզանը խոսեց նրա հետ նախքան իրավիճակը դառնալը կրիտիկական։ Սա էր 1994 թվականի նոյեմբերը, մենք նստած էինք նրա տանը, նա ասաց ինձ. «Գայանե, շուտով ամեն ինչ փոխվելու է, Վանոն պետք է հեռանա քաղաքապետարանից, մարդիկ մտածելու են, որ մենք պարտվեցինք։ Բայց իրականում, սա չէ պարտություն, սա ազատություն է։ Ես պատրաստել եմ ամեն ինչ այն բանի համար, որ մենք կարողանանք ապրել անկախ նրանից, թե ինչ տեղի է ունենում քաղաքական դաշտում։ Ես տարա փողերը այնպիսի տեղ, որտեղ ոչ ոք չի գտնի, ես ստեղծեցի կառուցվածքներ, որոնք պաշտպանված են ամեն տեսակի իրավական հարձակումից։ Ես արեցի ամեն ինչ, որ մեր երեխաները երբեք չճանաչեն աղքատությունը։
Գայանեն դադարում է ավելացնում է, բայց ապա նա ասաց ինչ-որ բան, որ ես երբեք չեմ մոռանա։ Նա ասաց. «Գիտես, ինչու՞։ Ես հանդուրժեցի նրա սիրուհիներին, ինչու՞։ Ես լռեցի, երբ ամբողջ քաղաքը խոսում էր մեր ընտանիքի մասին։ Որովհետև ես հասկացա մի բան շատ վաղ, մարդիկ մտածում են, որ իշխանությունը նշանակում է լինել կենտրոնում, լինել այն մեկը, ում մասին խոսում են, լինել այն մեկը, ում վախենում են։ Բայց իրական իշխանությունը լինելն է անտեսանելի, վերահսկելը ամեն ինչ առանց ուրիշների նկատելու, գիտենալը ամեն ինչ առանց ցուցադրելու, որ գիտես։ Վանոն էր հանրային դեմքը, բայց ես էի իրական ուժը, դա այն բանն է, որ ոչ ոք երբեք չհասկացավ։ Այս խոսքերը, որոնք հնչեցին ավելի քան 30 տարի առաջ, բացահայտում են մի իմաստություն, որը շատերը դեռ չեն հասկացել նույնիսկ այսօր։ Ռուզան Տոնոյանի լռությունը նրա ամուսնու սիրուհիների մասին չէր թուլություն։ Ինչպես բազմաթիվ մարդիկ մտածում էին։ Սա էր հաշվարկված ռազմավարություն, որտեղ նա զոհաբերեց իր հանրային հեղինակությունը, հավանաբար իր անձնական հպարտությունը, դրա դիմաց ստանալով ինչ-որ ավելի արժեքավոր, ամբողջական վերահսկողություն նրանց ֆինանսական կայսրության վրա անտեսանելիություն, որը թույլ էր տալիս նրան աշխատել առանց հետաքննողների թշնամիների ուշադրության։ Բայց արդյոք այս ռազմավարությունը իսկապես աշխատեց, ինչ գին վճարեց Ռուզանը իր անտեսանելիության համար։ Ինչպես մի կին, որը ուներ ամենալավագույն կրթությունը, կարող էր հասնել ամեն ինչի սեփական կարիերայում, որոշեց դառնալ ստվերային կառավարիչը մի տղամարդու, ով սիրում էր լինել լույսի տակ։ Ինչ էր Ռուզանի իրական դրդապատճառը, արդյոք կային պահեր, երբ նա զղջում էր իր ընտրությունների համար, երբ նա ցանկանում էր կանգ առնել ասել ճշմարտությունը հանրությանը։ Եվ ամենակարևորը, ինչպես այս պատմությունը փոխեց նրան որպես մարդ։ Ինչ խաղացավ վերջնական դերը այն իրադարձություններում, որոնք տեղի ունեցան Վանո Սիրադեղյանի քաղաքական կարիերայի ավարտից հետո։ 1995 թվականի ապրիլին, երբ Վանո Սիրադեղյանը պաշտոնապես հրաժարվեց քաղաքապետի պաշտոնից ճնշման տակ, Ռուզան Տոնոյանը արեց մի բան, որը ցնցեց նույնիսկ նրանց ամենամոտ շրջապատը։ Նա չլաց, չբողոքեց, չտվեց հարցազրույցներ լրագրողներին, ովքեր հավաքվել էին նրանց տան մոտ։ Փոխարենը, նա նստեց իր աշխատասենյակում 3 օրվա ընթացքում կատարեց 56 տարբեր ֆինանսական գործարք, որոնք վերափոխեցին նրանց ամբողջ ակտիվների կառուցվածքը այնպես, որ ոչ մի հայաստանյան իշխանություն չէր կարող հասնել դրանց։ Նրանց նախկին իրավաբանը, որը ծառայել է ընտանիքին 11 տարի, ով հիմա ապրում է Կանադայում, հիշում է, թե ինչպես Ռուզանը զանգահարեց նրան այդ օրերին։ Նա ասաց ինձ. «Մենք ունենք 72 ժամ, մինչ նրանք սկսեն փորձել սառեցնել մեր հաշիվները։ Ես պետք է քեզ ուղարկեմ 17 փաստաթուղթ, որոնք դու պետք է ստորագրես ուղարկես 5 տարբեր երկրներ։ Եթե մենք չանենք սա հիմա, մենք կկորցնենք ամեն ինչ, ինչ կառուցել ենք 10 տարվա ընթացքում»։ Այս իրավաբանը նա հիշում է, որ Ռուզանի ձայնը չէր դողում, նրա հրահանգները էին բացարձակապես հստակ, նա գործում էր ոչ թե որպես վախեցած կին, ով կորցրել է ամեն ինչ, այլ որպես զինվորական հրամանատար, ով իրականացնում է նախապես պլանավորված օպերացիա։ Բայց ինչու՞։ Ռուզանը գիտեր ճշգրիտ 72 ժամ, ինչպես նա կարողացավ կանխատեսել, թե ինչ քայլեր կձեռնարկեն իշխանությունները։ Պատասխանը կայանում է այն մեջ, որ Ռուզանը տարիներ շարունակ կառուցել էր ոչ միայն ֆինանսական ցանց, այլ տեղեկատվական ցանց։ Նա ուներ կապեր քաղաքապետարանում, կառավարությունում, նույնիսկ անվտանգության ծառայություններում, մարդիկ, ովքեր նրան տեղեկացնում էին ամեն ինչի մասին։ Ինչ պլանավորվում էր Վանոյի նրանց ընտանիքի դեմ։ Այս մարդիկ չէին աշխատում Ռուզանի համար փողի դիմաց, նրանք աշխատում էին, որովհետև Ռուզանը տարիներ շարունակ օգնել էր նրանց, երբ նրանց երեխաները հիվանդանում էին, պետք էր թանկարժեք բուժում, երբ նրանք ունեին իրավական խնդիրներ, երբ նրանց ընտանիքները կարիք ունեին աջակցության։ Ռուզանը ստեղծել էր հավատարմության ցանց, որը հիմնված էր ոչ թե վախի, այլ երախտագիտության վրա, այս ցանցը հիմա փրկում էր նրանց ամբողջ ապագան։ Քաղաքապետարանի նախկին աշխատակիցը, որը խնդրել է չբացահայտել իր անունը, բայց ով տվել է մանրամասն ցուցմունք, հիշում է, թե ինչպես Ռուզանը օգնեց նրան 1992 թվականին, երբ նրա դուստրը ախտորոշվեց լուրջ հիվանդությամբ։ Ես չունեի փող բուժման համար, ես չգիտեի, թե ինչ անել։ Ռուզանը լսեց իմ պատմությունը, հաջորդ օրը նա տվեց ինձ ամբողջ գումարը, $12,000, որը այն ժամանակ էր հսկայական գումար։ Նա ասաց ինձ. «Սա ոչ թե փոխառություն է, սա նվեր է, դու երբեք չես պարտավոր վերադարձնել սա»։ Բայց ես գիտեի, որ նա ինձանից ինչ-որ բան ուզում է, երբ եկավ պահը 1995 թվականին, երբ նա զանգահարեց ինձ, խնդրեց տեղեկացնել, եթե լսեմ ինչ-որ բան Վանոյի դեմ պլանավորվող գործողությունների մասին, ես չէի կարող մերժել։
Այս վկան նա հիշում է, որ Ռուզանը երբեք չսպառնաց, երբեք չճնշեց, նա պարզապես հիշեցրեց նրան, թե ինչ նա արել էր նրա ընտանիքի համար, դա բավական էր։ Բայց Ռուզանի ցանցը չէր սահմանափակվում միայն Հայաստանով։ 1995 թվականի մայիսին, երբ հայաստանյան իշխանությունները փորձեցին սառեցնել Վանո Սիրադեղյանի հաշիվները Կիպրոսում, նրանք հայտնաբերեցին, որ այդ հաշիվները արդեն փակված էին 3 շաբաթ առաջ, փողերը փոխանցված էին այլ տեղ։ Երբ նրանք փորձեցին հետել փողի հետքին,